երկրներում ավելի կանցնեն այդ դիպլոմները։ Ուրեմն ասեմ մի հատ շատ ուրախալի փաստ, որ եթե դուք դպրոցականներ եք եւ պլանավորում եք սովորել մեր համալսարանում, ապա հաստատ այն պահին, երբ դուք կավարտեք մեր համալսարանը, թեկուզ երկամյա, երամյա քոլեջի ծրագրով, ձեր դիպլոմը ընդունելի կլինի եվրոպական ցանկացած երկրում, որովհետեւ մեր համալսարանը իր մասնաճյուղերի հետ միասին սկսել է միջազգային հավատարմագրման գործընթաց, մենք արդեն մի տարի է դրանով զբաղվում ենք եւ նախատեսվում է, որ 2014 թվականի վերջին մեր համալսարանը արդեն միջազգային հավատարմագրում կունենա։ Հայաստանից առայժմ 3 համալսարաններ կան, պետական համալսարանը, Երևանի, Մխիթար հերացու-բժշկական համալսարանը եւ ճարտարագիտական համալսարանը։ Այնպես որ դուք հաստատ կապրեք շրջանը։ Ուրիշ Իսկ ինչպիսի վճարովի համակարգ եք ինստիտուտում։ Ուրեմն վճարովի համակարգում մենք ուսուցման վարձը կոնկրետ առաջին կուրսի համար սահմանված է կախված մասնագիտությունից 300-ից մինչև 360,000 դրամ տարեկան։ Բայց կարգը այսպիսին է, որ ամեն ուսումնական տարվա առաջադիմության արդյունքներով անցկացվում է ուսանողների շրջափոխում եւ նրանք, ովքեր ավելի բարձր առաջադիմություն են ցուցաբերել, վճարովի համակարգից տեղափոխվում են անվճար համակարգ, իսկ առավել անվճար համակարգում սովորող, բայց ցածր առաջադիմությամբ ուսանողները տեղափոխվում են անվճար համակարգ։ Սա մի ուրեմն խտանն է, որ լավ սովորելու դեպքում անպայման ուսանողը կարողանա անցնել անվճար համակարգ։ Մյուսը այն է, որ մենք աշխատում ենք բազմաթիվ կազմակերպությունների հետ, որոնք մասնագիտորեն իրենց վրա են վերցնում ուսանողների ուսման վարձը։ Բայց այստեղ միշտ դրվում է հետևյալ պայմանը, կարևորագույնը ուսանողի առաջադիմությունն է։ Մենք այնպիսի կազմակերպություն ենք, այնպիսի համալսարան ենք, որը պատկերացրեք ճարտարագիտական համալսարանը մինչև հիմա թողարկել է մոտ 140,000 ինժեներ։ Եվ պատկերացնում եք, թե 140,000-ից ենթադրենք քանի տասնյակ հազարն է գտնվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մենք այնտեղ ունենք ուրեմն պոլիտեխնիկի շրջանավարների միություն, Լոս Անջելեսի միություն, որը ամեն տարի մեծ թվով ուսանողների ուսման վարձը վերցնում է իր վրա։ Մասնավորապես անցած տարի վճարովի համակարգի 50 ուսանողների վարձ այդ կազմակերպությունը վերցրեց իր վրա։ Բայց պայմանը մեկն է, որ ուսանողը պետք է լավ սովորող լինի։ Մեզ օգնում է Օրանժ Արմենիա ընկերությունը ամեն տարի նորից մոտ 10 ուսանողի ուսման վարձ է օգնում։ Մեզ օգնում է Հայաստան համահայկական հիմնադրամը, նույնպես վճարովի համակարգում սովորողների ուսման վարձը, հայկական երիտասարդական միությունը։ Մի խոսքով կան բազմաթիվ այդպիսի կազմակերպություններ, որոնք միշտ պատրաստ են լավ սովորող, սոցիալապես անապահով ուսանողների վարձը հոգալ։ Համենայն դեպս ես վստահաբար ասում եմ, որ չի լինի մի ուսանող, որը լավ սովորող է, բայց ուսման վարձի պատճառով ստիպված կլինի ուսումնառությունը ընդհատել։ Չսովորել եւ պահանջել, որ ուսման վարձը ստուգեք, դա չի լինելու, բայց սովորողները պարտադիր եւ համալսարանը ձեռք կմեկնի շատ բազմապիսի զեղչային համակարգ է գործում, մենք ամեն տարի մեր ուսանողների մոտ 10%-ի ուսման վարձերը զեղչում ենք, դա էլ համալսարանի միջոցների հաշվին, բայց բոլորի հիմքում ընկած է սոցիալական պայմաններ։ Կանոն մեր շրջանավարտների հետ սեպտեմբերին պետք է հանդիպեք, ցանկանայինք կոլեկտիվ լուսանկար։ Դες հաջիկով ես երեխեք ջան, ձեզ հաջողություն եմ ցանկանում, սեպտեմբերին շատ մեծ ժամանակ չի մնացել,
բայց ես իհարկե կուզենայի, որ այդ լուսանկարի ֆորմատը շատ ավելի մեծ լիներ, միայն դուք չլինեիք, խնդրեմ ձեր բոլոր դասարանցիներին, ձեր ընկերներին, բոլորին հրավիրում եք իրենց ուսումը շարունակելու ճարտարապետական համալսարանում, վստահաբար ձեզ ասում եմ, որ դուք կունենաք և արժանի կրթության հնարավորություն, և նաև իսկապես բովանդականի ուսանողական